Ողջույն։ Այսօր պատրաստել ենք հին հայկական խոհանոցից կարմիր ոսպով եւ սիսեռով ապուր։ Այս ապուրը պատրաստում են նաեւ պահքի շրջանում, անչափահագեցնող եւ համեղ է ստացվում, նաեւ տարբերվում է մնացած ապուրներից։ Ապուրը շատ արագ է պատրաստվում, ընդամենը 15-ից 20 րոպեում ունենում ենք անչափ համեղ եւ տարբերվող ապուր։ Ահա եւ անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։ Սիսեռը պետք է նախորոք եփել։ Բոլոր բաղադրիչները հերթով կտրատում ենք։ Ցանկալի է հնարավորինս մանր կտրատել բոլոր բաղադրիչները։ Սկզբում մանր կտրատում ենք սոխը։ Բաղադրիչների քանակը չեմ նշել, քանի որ կախված է, թե ինչ քանակ եք պատրաստելու։ Ամեն մեկը պատրաստում է իր ընտանիքի քանակին համապատասխան։ Գազարը նույնպես մանր կտրատում ենք։ Հարգելիներս, եթե նոր եք միացել իմ ալիքին կամ դիտում եք առանց բաժանորդագրվելու, խնդրում եմ բաժանորդագրվեք սեղմեք զանգակոճակին, որպեսզի բաց չթողնեք հետագա համեղ բաղադրատոմսերը։ Եվ վերջում չմոռանաք հավանել տեսանյութը եւ կիսվել ձեր ընկերների հետ։ Դա ձեզ համար դժվար չէ, իսկ ինձ համար շատ հաճելի եւ կարեւոր է։ Պղպեղի գույնը կապ չունի, ցանկացած գույնի պղպեղով կարող եք պատրաստել։ Մեզ պետք է նաեւ նեխուրի ցողուններ, սա նույնպես մանր կտրատում ենք։ Սպանախը կարող եք կտրատել կամ թողնել հենց այդպես։ Ես կտրատում եմ։ Եթե սպանախ չեք սիրում, կարող եք չավելացնել։ Մեզ պետք է նաև մի փոքր փունջ համեմ։ Համեմը նույնպես մանր կտրատում ենք։ Այս ապուրի մեջ կարող եք նաև ավելացնել կարտոֆիլ։ Ես չեմ ավելացրել։ Կաթսայի մեջ մի փոքր բուսայուղ կամ ձիթայուղ ենք լցնում։ Ավելացնում ենք սոխը եւ մի փոքր տապակում ենք։ Ավելացնում ենք գազը, տապակում ենք 1 րոպե, որից հետո ավելացնում ենք պղպեղը։ Պղպեղը ավելացնելուց հետո տապակում ենք մոտավորապես 1 րոպե, որից հետո ավելացնում ենք նեխուրը եւ բոլորը միասին տապակում ենք 1-ից 2 րոպե։ Համեմել եմ սև պղպեղով, քրքումով եւ քիմիոնով։ Դուք համեմեք այնպես, ինչպես կցանկանաք։ Խառնում ենք, ավելացնում ենք տոմատի մարծուկը, կարող եք նաև լեչո ավելացնել։ Ավելացնում ենք եփված սիսեռը եւ կարմիր ոսպը։ Խառնում ենք եւ լցնում ենք եռացրած ջուրը։ Ջուրը լցնում ենք այնքան, որ մթերքներից մեկ մատ վերև լինի։ Ծածկում ենք կափաճով եւ թողնում ենք եռա։ Եռալուց հետո ավելացնելու ենք սպանախը։ Համեմունքներից ավելացրել եմ նաև հալեպի պղպեղ եւ մի փոքր աղ։ Աղը ճաշակի ենք ավելացնում։ Թողնում ենք եռա մոտավորապես 2-ից 3 րոպե եւ արդեն մեր համեղ ապուրը պատրաստ է։ Ես համեմը ավելացրել եմ մատուցելուց առաջ։ Դուք կարեք այնպես, ինչպես հարմար եք գտնում։ Կարող եք նաև այս ապուրը բլենդերել եւ կստանաք շատ համեղ կրեմ ապուր։ Սա եւս մեկ տարբերակ է։ Դե ինչ, հուսով եմ հավանեցիք այսօրվային պատրաստած բաղադրատոմսը, պատրաստեք եւ գրեք ձեր կարծիքը մեկնաբանության բաժնում։ Այսօր էլ այսքանը, առայժմ կհանդիպենք հաջորդ տեսանյութում։